ասում են գյուղեր, որտեղ սպորտիվ կային բաժանել։ Եք կարծում, որ սա քարոզչություն է պարզապես ընտրություններից առաջ։ Ձեր օգտին։ Չէ, քարոզչությունը անում են մյուսները, կարճ սպորտիվկա բաժանելով, ջինս ու սվիտեր բաժանելով, էր ինչ է անունը, սակուլիկ էր, սա թե հարութիկ էր, հարութիկի ձերը 20,000 դրամ, Հակոբիկի ջեբը 20,000 դրամ դնելով, Սա ինչ է դիտարկում։ Իրանք են անում, մենք ինչ ենք անում։ Քարոզչություն չեք դիտարկում։ Չէ, քարոզչությունը ասում եմ, այդ Հակոբիկի ջեբը 20,000 դրամ դնելն է։ Պարոն Պապոյան, այդ քարտեզը քարոզչություն չի։ Այս Հայաստանի Հանրապետության քարտեզն է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը ասոցացվում է մեր հետ, ես ուրախ եմ, իսկ ուրիշների հետ օրինակ այլ պետությունը ասոցացվում, այդ արդեն իրաց խնդիրն է։ Այդ շատ լավ է, որ մեր հետ Հայաստանի Հանրապետությունն է։ Պարոն Պապոյան, Իսկ մյուսների հետ այլ պետություն է։ Ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց։ Ուժեղ թույլիկների հորոխպոր ворց տղեն կարճ սպարծիվկով արեց Վարդան Մամիկոնյան, թե չէ։ Հորոխպորոս ворցոր добрый։ Если քեզ մի հատ շալվար եմ բերում, սպորտային պես հիմա ամեն մոդայի շալվարները որ կան, թաթազա է, վդի բանը բացել տաս, էլի։ Կարճ է ինքը, բայց զապասին է, էլի։ Դե Մամիկոնյան Վարդան արա։ Սենց էլ անորոշ վիճակ կլինի արա։ Զինծառայողների հիփոթեկային վարկավորման բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ինքը դե յուրե եւ դե ֆակտո հիփոթեկային վարկ վերցնել եւ փակելու ծրագիր է, բայց վարկն էլ վերցնում եւ փակում է կառավարությունը։ Խոսքա գնում 2850 այն շահառուների մասին, ովքեր 90-ականներից դեռ ընդգրկվել են բնակարանների հերթացուցակի մեջ, արձանագրվել է պետության պարտավորությունը այդ մարդկանց նկատմամբ։ Մենք կատարում ենք պետության ստանձնած պարտավորությունը։ Խոսքը գնում է այն մեր զինծառայողների եւ զինծառայության հետ կապված սոցիալական որոշակի խմբերի ներկայացուցիչների մասին, ովքեր պաշտպանության նախարարության բնակարանի հերթացուցակում ընդգրկված են։ Այսինքն այդ հերթացուցակն ընդ որում նախկինում մենք մի X պահի փակվել է արդեն, կոպիտ ասած մենք այս նախկին պարտքն ենք վերադարձնելու 4 տարվա ընթացքում եւ 4 փուլերով 2027 թվականին բնակարան ձեռք ենք բերելու առաջինից 735 հերթական համարով շահառուները, երկրորդ տարում 735-ից պլյուս 812 արդեն հերթական համարներով ու տենց մինչև վերջ։ Այսինքն մարդը այսօր արդեն այս որոշումից հետո ինքը կիմանա երբ է իր հերթը գալու, որովհետև ինքը արդեն գիտի իր հերթական համարը ցուցակի մեջ եւ ըստ համարի տենց համարը ծրագիրը գնալու է առաջ։ Տարիներ առաջ որդեգրեցինք 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը եւ 2026 թվականին մենք համոզված ենք, որ 500 մանկապարտեզը կունենանք։ Խոսքը ընդհանրապես գոյություն չունեցող մանկապարտեզների մասին է, այսինքն պատկերացնում եք բնակավայրեր, որոնք հարյուրավոր տարիներով մանկապարտեզ չեն ունեցել եւ երկրորդը ունենք դեպքեր, երբ որ սեփականաշնորհված են եղել մանկապարտեզների շենքերը եւ ինչ որ ձևերով վերադարձվել են եւ ունենք մանկապարտեզներ, որ ասենք 30 տարի պարզապես չեն գործել կամ 15 տարի կամ 25 տարի, բայց մենք չենք գնահատում այդ 500 մանկապարտեզի բացակայությունը ինչ հետևանքներ ա բերել Հայաստանի Հանրապետության եւ տնտեսության եւ ընդհանրապես բոլոր ուղղություններով մեր երկրի զարգացումը ինչքան է կասեցրել Ինչքան երիտասարդ մայրեր են, որ այդ ամենի հետևանքով կրթությունը բարելավելու հնարավորություն չեն ունեցել, աշխատելու հնարավորություն չեն ունեցել, ինչքան երեխաներ են, որ ոչ միայն կրթություն չեն ստացել, այլև այն ժամանակը, որ պետք է անցկացնեին կրթական հաստատությունում, չգիտեմ որտեղ են անցկացրել այդ ժամանակը, եւ դա ինչ հետևանքների ա բերել, սկսած երկրում քրեական ենթամշակույթի զարգացումից եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք։ Մենք հաջորդ փուլում պետք է լայնորեն հասանելի դարձնենք մսուրային ծառայությունները։ Մենք հաջորդ փուլում մեր այսօր ունեցած մանկապարտեզում մանկավարժական մասնագիտությունների անհրաժեշտությունը եւ պահանջը կմեծացնենք եւ մանկապարտեզների դաստիարակները պարտադիր պայման կլինի մանկավարժական բարձրագույն կրթություն ունենալը։
Եվ այս համակարգի ներդրմամբ նաև մենք մանկավարժական ուղղություններով մի շարք մարզերում մանկավարժական բուհերի գործունեությունը կապահովենք եւ մի շարք մարզերում մենք կունենանք մանկավարժական ուղղությունների բուհեր, այս ուղղություններով մենք մարզերում կապահովենք բարձրագույն կրթությունը։ Եվ սա նույնպես շատ կարևոր եւ էական որոշում է, որով մենք պետք է անպայման զբաղվենք։ Ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ շատ կարևոր մի որոշում է կայացրել FIFA-ն եւ 2029 թվականին աշխարհի միջև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում եւ Վրաստանում։ Ես ուզում եմ թե Վրաստանին, թե մեզ շնորհավորել այս հաջողության առիթով։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին եւ անձամբ վարչապետ Կոբախիձեին այս հարցում արդյունավետ եւ սերտ գործակցության համար։ Կարծում եմ ակնհայտ է, որ սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում եւ ֆուտբոլային եւ բոլոր առումներով եւ հիմա արդեն անցանք գործի։ Իհարկե նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների ֆեդերացիաներին, որոնք այս ընթացքում շատ սերտ աշխատել են եւ ջանքեր են գործադրել, որպես այս իրադարձությունը տեղի ունենա։ Պետք է նախ աշխատանքային խումբ կազմ կոմիտե ձևավորենք այս տրամաբանության մեջ։ Պարոն վարչապետ, ուզում եմ հիշեցնել, որ նախորդող տարում կառավարությունը արդեն մի շարք որոշումներ կայացրել է ստադիոնների մասով։ Մենք մասնավորապես հիմա գտնվում ենք Վանաձորի ստադիոնի վերակառուցման փուլում, որը պետք է լինի UEFA-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն, ընդունելով նվազագույնը 10,000, հիմա մինչև 12,000 հանդիսատես ընդունելու հնարավորություն ենք ունենալու վերակառուցման արդյունքում, եւ մենք նախորդ տարի նաեւ որոշում ենք կայացրել Իջևանում նոր ստադիոնի կառուցման մասով, որը նույնպես կլինի UEFA-ի 4-րդ դասի ստադիոն։ Բուն իրադարձությունը ֆուտբոլային է, բայց այստեղ հարակից շատ մեծ էֆեկտների սպասում մենք պետք է ունենանք եւ պետք է ամեն ինչ անենք, որ ենթակառուցվածքը համապատասխան լինի, որ เป զի մաքսիմալ մեր տնտեսությունը, մեր հանրությունը, մեր բիզնեսը հոգուց ստանա։ Սկսեցինք շինարարություն արդեն ակտիվ 1.5 տարվա ընթացքում այս ամենը 24 ներողություն 24-ի մայիսից սկսեցինք առաջին փուլով 5.5 հեկտարը կառուցվեց։ Ինչ կապ կա։ Հա, ուրախ։ Եվ 25 թվականին էլ արդեն երկրորդ փուլը։ Ջան։ Փաստորեն ինչքան ժամանակում առաջին բերքը ստացաք։ Անցած տարի արդեն առաջին բերքն ունեինք, այս տարի Բա ինչ ա եղել առաջի բերքը։ առաջի տարում կտեղ է։ Հա։ Բանջարեղենի Հիմի պամիդորի թուփ է, էլի։ Այո։ Արդյունքում 16-ից 18 մետր աճում է։ Բա էս ենք ասում, Ժորժ ջան, որ ասում ենք այն գյուղատնտեսությունը կամած չի լինելու, էս նկատի ունենք։ Հիմա ինչ մենք ինչ անենք, հələ մի հատ տուր էլի։ Ինչ անենք, որ մեր պատկերացրած գյուղատնտեսությունը մրցակցի էս, ասենք դաշտի մեր իմացած թուփը մենք ինչ անենք, որ մրցակցի իր հետ չենք կարա, բացառված բան է։ Բա իրոք 06-ի ու բանի Մերսեդեսի պատմությունը։ Համարյանը որն է, գործարանը։ Հա, գործարանը։ Իջեցումը արդեն արել ենք, բույսը փաթաթվում է, այդ 18 մետրը։ Ընթացքում ինչքան աճում է, իջեցնում փաթաթվում։ Ոնց իջեցնում փաթաթ։ Այս պտուղը մեր մոտ ջերմատունը 6.5 մետր է միջև այս անձրևաջրիտ մասը։ Այսինքն այս թուփը փաթաթած է մի քանի անգամ։ Հիմա չէ, նոր սկսել ենք, սա առաջին իջեցումն է, տեսեք, պտուղը գնում է այն կողմ։ Հետո ինչքան ինքը երկարում է, իրան իջեցնում ես, որ քաղ լինի։ Որտեղ հիմա կքաղեն, վերջացա, ձեռքը չէ։ Լույսը իջեցնում է ներքև։ Եվ այսպես ամբողջ վեգետացիայի։ Ու ընդ որում մենք կառավարություն աջակցել է այս ծրագրին որևէ ձևով։ Ամենք էլ առաջ Հողնել ենք, հողի հատկացմանն ենք կառավարությունը։ Հələ կներեք, էլի։ Այս է մեր պատկերացրած գյուղատնտեսական բարև ոչ Էսա մեր պատկերացրած գյուղատնտեսական աշխատանքը էսա, որ ասում եմ մեր պատկերացածն այն չի, որ մարդը պետք է պարտադիր կռացած
բանը մատները ճաքած Մաքսատուտի արտոնություն, ենթակառուցվածք։ Կամ էլ կներեք, էլ Գեղարքունիքի մարզում պամիդոր։ Վարունգ, էլ չեմ ասում, ելակ, վարդ, կանաչի, ինչ ասես։ Հիմա այնպես ենք արդեն ցիկլը արել, որ հեսա վարունգից հետո եւս լոլիկ ենք դնում եւ ամբողջ տարի ունենում ենք իբր։ Ամբողջ տարի հրաշալի լոլիկ։ Եվ երրորդ ծրագիրը վարկի տոկոսանությունների սուբսիդավորում։ Այ մի հարց կա, որ դաշտին ավելի համով այդ հարցը ոնց ենք լուծել։ Մենք վերջում կհամտեսենք, համեմատենք իրականությունները անցած անգամ այցունեցել են։ Հետ էլ հաջորդը, որ արդեն ինչ է ասում կառավարության նիստին, որ 18-19 թվին գնում ենք սենց տեղեր, ասում ենք բա գյուղատնտես ձեր ուր է, դե ասում են Իտալիայում, Հոլանդիայում, հա բայց տեղացիներ, չէ, նկատի ունեմ արդեն տեղացի մասնագետներ են ի հայտ գալիս, որը շատ կարևոր է։ Իսկ վաճառքի հետ կապված ինչ խնդիր կա։ Տեղական շուկայում առանձնապես չկա, արտահանմանն էլ ԵԱՏՄ շուկա է այս պահին եւ աշխատանքներ ենք տանում քննարկումի որ դիվերսիֆիկացնի պարտադիր պատտվել գնանք վարունգին, էլի որտեղ պատտվենք գնանք վարունգի։ Աշխատանքներ ենք տանում Եվրոմիության շուկա դուրս գալու, հատկապես հյուսիս-հյուսիս-աղում։ Ներողություն, դուք գյուղատնտեսն եք։ Որտեղ եք կրթություն ստացել։ Ես տնտեսագիտական եմ ավարտել, բայց վերապատրաստումներ եմ գնացել ու հիմա այս ոլորտում եմ աշխատում։ Շատ լավ, վերապատրաստում դրսում թե Հայաստանում։ Հայաստանում։ Շատ լավ։ Սեպտեմբերին Հոլանդիա ենք արդեն պլանավորում գնան, հունիսին ցուցահանդեսն է, հերթական է լոգիստիկա, ամենամեծ միջոցառումներից է։ Մշտապես մասնակցում ենք թե ցուցահանդեսներին, թե դասընթացներին ուղղակի, որ զարգանան։ Ինչքան է այս պահին քանի հեկտար պատրաստ, որ բերք եք ստանում։ Բերքի տակ 10 հեկտար։ Հիմա այս պահին ստեղ որ գտնվում ենք 1800 մեղու է աշխատում, մենք բիոլոգիական պաշտպանություն ենք օգտագործում բույսերի։ Ստեղ օրինակ սա CO2-ն է, որ երբ որ կացաները աշխատում է, արտանետում գրեթե չունենք, շատ էֆեկտիվ ամենա։ Իսկ քանի աշխատող ունեք։ Այսպես այստեղ աշխատում է 170 հոգի։ 170 հոգի, որից 140-ը մշտական մեր աշխատակիցներն են։ Իսկ որտեղից են գյուղից աշխատող։ Լճաշենից, Էս էլ աշխատատեղի հարց։ Ես ասեմ ձեզ ավելին, մեծ մասը մոտ 80% կանայք են, որոնց կեսից ավելին ընդհանրապես չի աշխատել։ Սա իրենց առաջին աշխատավայրն է։ Նույնն էլ նախորդ բանի ֆանտանի բանում ջերմոցում էլ չէր այդպես։ Պարոն վարչապետ, հիմնակի 70-80%-ը ջերմոցներում հետաքրքիր է կանայք աշխատում։ Այս մասը կանայք են, լուրջ սոցիալական ազդեցություն է։ 10-ից ավելին ընտանիք Փարոսի ծրագրից էլ չի օգտվում, որտեղ արդեն հիմնական աշխատանքով ապահովված են։ Առողջության ապահովագրություն։ Այս վարունգի արկղերն են, լոլիկիններ արտահանումը իրականացնում են պլաստմասեր այս արկղերով երկար։ Իսկ Հայաստանում էլ եք վաճառում։ Այո, իհարկե, հիմա չկտեսնենք դարձում։ Դա Մեծ մասը շատ լավ է։ Այո, իրականացել ենք, իհարկե, մեր մոտ հատուկ օրինակ, որ ասում եք ում հետ ենք աջակցել, հեսա վերջում էլ իհարկե կներկայացնեմ, բայց ամբողջը ֆրանսիական կապիտալ կա, մեր համատեղ ներկայացությունը հայ-ֆրանսիական, եւ այդ աջակցությունը որ չլիներ հատկապես ծրագրերի մասով, պարոն Պապոյան ասեց, թե ներդրումները ենթակառուցվածքի դիմաց, թե ամեն վարկերը 3 միլիարդ դարավ հետո 15 միլիարդ վարկի տոկոսի սուբսիդավորումը, դրա արդյունքում ունենք։ Տեսա, հիմա 150 աշխատատեղ է բացվել փաստորեն, մարդկանց այդքան առողջության ապահովագրություն եւ այլն։ Ուզում եմ ասեմ կառավարության ներդրումը ինքը նաեւ սոցիալական էֆեկտներ է ունենում, այն չի որ մենակ Պարոն վարչապետ, արդյունքում որ վերջերս գնացինք
ելակի, այնտեղ էլ 170 աշխատող։ Բավականին բանաձևը դա 10 հեկտարի։ Տնտեսությունը նաև սերտիֆիկացված է Global Gap միջազգային սննդի անվտանգության սերտիֆիկատով։ Ստեղի թերությունն էլ են, որ նազրվան վարունք չեք կարում, չէ՞ աճացնեք ստեղ։ Այ դա Այս ռուսական շուկայի ամենա հա նազրվան վարունք։ Ստեղ մարաթլա գոյացման համակարգ կա, ֆոգինգ ասած, ինչի համար է տալի անհրաժեշտ, բացի որ CO2-ն էլ է խթանում աճը, նաև մարաթլա գոյացման համակարգն է, այս ամենալուսաթափանց թաղանթն է, օգտագործված, որ արևի ճարը։ Չգիտե որ ջերմոսկայց, որ ճանապարհից չի երևում։ Շատ լավ է։ Բայց պայն ամենաբարձր ջերմոցն է, 1977 մետրի վրա ենք ծովի մակերևույթից գտնվից։ Բայց այդ իր առավելություններն էլ ունի, չէ՞, արևի։ Ինտենսիվ արևը, որ քաղցրահամ վետ ենք ստանում, եւ դե ջուրը։ Ջուրի համար իհարկե ֆիլտրացման հատուկ կայան ենք դրել, որը ֆիլտրումից հետո աղբյուրի ջուր ենք ստանում, որ արդեն ես ջրման գործում կստանամ։ Դա շատ լավ է։ Դունել էլ վարունգ է։ Իրանք էլ են բարձրանում։ Այո, որ ասում եմ, պատտումը, տեսեք, պատտուղը ինչքան ենք պատտել։ Ինքը ինչքան աճում է, պետքա ձեռքը հասնի, որ վերքը քաղեն, այս երկարությունը, այս բույսը պատտել են, ամեն անգամ իջեցում են կատարել։ Իրան վերևից։ Իսկ մի թուփը, վարունգը ինչքան կյանք ունի մի թուփը։ Վարունգը շատ կարճ է, 3-ից 4 ամիս։ Ինքը շատ արագ է բերք սկսում տալ եւ կարճ։ Իսկ բանը լոլիկը։ Լոլիկը դե 9-10 ամիս կարում է բերքա։ Ընդ որում մենք լոլիկի համար այնպիսի սերմեր ենք ընտրել, որոնք որ վիրուս կա, որ ամբողջ աշխարհով տարածվեց վերջին տարիներին ու շատ ուժեղ տենց վնաս էր տալի տնտեսություններին, մեր ռեզիստենտ սորտեր ենք ընտրել, որ այդ վիրուսի կայուն են, վիրուսակայուն են, եւ իրենց համային հատկանիշներով էլ էլի շատ տենց տարբեր են։ Օրինակ պատուղի որակը, որ ինքը արդյոք էկոլոգիապես մաքուր է, առողջության համար սնվելու համար վնասակար չի, շարժվում է վնասվածքային նիտրատների քանակով մեջ է։ Ես առաջարկում եմ հիմա մի հատ փոքրիկ տեստ անենք միասին, տեսնենք մեր լոլիկի եւ վարունգի մեջ թույլատրելի նորման ինչքան է եւ մեր մոտ պարունակությունը ինչքան է։ Դե պարզ է, այսքան ներդրում անել եւ արտադրանք տալ, որը ստանդարտին չի համապատասխանում, այդ ոնց որ ներդրողը ինքը իր դեմ գործի, դեր անտրամաբանական է։ Այսինքն որևէ տեստ անելու անհրաժեշտություն ես չեմ տենում, որովհետեւ այսքան ներդրում անել թունավոր ապրանք արտադրել, այսինքն այդ նշանակում փակել, էլի։ Ագրոնոմիական գիտելիքի արդյունքում է եւ տեխնոլոգիական առավելությունների արդյունքում է, որ կարողացել ենք ստանալ։ Ձեզներ ունեք, որ մյուսներին ուտում։ Իհարկե։ Էսա իմ պատկերացմամբ մենք որպեսզի, բայց հիմա մեզ պետքա բան անել, մեզ պետքա ուղղակի մեր ծավալները մեծացնել, որ միջազգային շուկայում բան ունենանք, ներկայություն ունենանք, տեղ ունենանք։ Հիմա մեր խնդրեմը մեր ծավալների փոքրությունն է։ Մեր մի հատ տեսնենք էլի ուր է տեքստերը, սա կա, որը որ ցանկացած մեկը վերցնենք։ Լոլիկը դիր։ Լոլիկի մեջ թույլատրելի քանակը նիտրատների 300 միավոր է։ Դա համարվում է անվտանգ սննդի համար։ Հիմա տեսնենք ինչքան է։ Դες որն ուզում ես, վերցրու, լեսը, նույնն է, մեկը, որն ուզում ես։ Պոմիդորի հոտ է գալիս։ Մենք փորձել ենք արդեն։ Ինչքան է թույլատրելի։ 300։ Ինչքան մի բան էլ շատ է, վարուն գտի։ Դա պետք է 300-ից մեկն է։ Այս մի քիչ կարողանացել տաքացել է։ Վարուն գտի։
Վարունգի սահմանը ինչքան է։ Վարունգինը 400 է։ Վարունգինը ոչ 400 է։ Պետք է պարտադիր Հայաստան ներմուծող ապրանքների նկատմամբ ստուգի։ Այո, իրականում դե շատ ավելի քիչ է, որ երկար մնաց մի քիչ շատ ասում եմ, իրականում քիչ է։ Գաթի որոշումը կայացնելու ենք, չէ՞, ճամբարակում արդեն ասացի, որ որոշումը կայացրել ենք, բայց հետո պարզվեց դեռ չենք կայացրել։ 32։ Այո։ 400-ից 32-ը։ Օրինապետություններով որակի վերջնական հսկողությունը երկրորդը համարվում պատրաստի արտադրանքն է, այս արտերով հայկական շուկայի, ներքին շուկայի համար է, սպառողը գիտի, ստեղ է լոլիկն է արդեն վերջնական պահվում և արտահանման ժամանակ ուրսադարի գնում արտահանում։ Ինքը մի քիչ շուտ է քաղվում, վերջնական Բնականաբար։ Շատ լավ է։ Մեր խնդիրը իմ այս ոլորտում, վարդի ոլորտում էլ, բանջարեղենի ոլորտում էլ, մեր ծավալները մեծացնել, որպեսզի միջազգային շուկայում մենք արդեն կարողանանք մեր ներկայության մասին ասել։ Մենք պետք է կարողանանք այս բարձր արտադրանք։ Ելակը դուք եք արտադրում։ Տանձնել ձերը չի։ Մերը վաղ լոլիկն է, Հատ պամիդորը փորձենք։ Այդ Չիչխանի տարածաշրջանին բնորոշ դիմոնատն է։ Չէ, մերսի։ Գործը լավ է կարճ ասած։ Դե գնացինք։ Կարող եմ ներկայացնել երկու բարով գլխավոր հատակագիծը, այն ինչ որ արել են, Հաճույքով գտնվում ենք եւ ինչ պատակներ ունենք։ Լոլիկն էլ չի բան արտադրանք։ Լոլիկը բորսայական չի։ Տոմատն է բորսայական, հա, երևի։ Ինչքան հասկացա, բայց դեռ պլաններ կա, չէ՞, ընդլայնվելու։ Այո, այս պայն 80 հեկտար հողակտոր ունենք, մենք 80։ Այո, ընդհանուր տարածքը 80 հեկտար է, մենք հիմա ստեղ ենք գտնվում, տեխնիկական գոտին է։ 24-25 թվականներին կառուցվեց առաջին փուլով 5.5 հեկտար եւ 25-ին ու արդեն ավարտեցինք երկրորդ փուլը։ Այս տարի մի հատ հունի մեջ ընկնի ընկերությունը եւ արդեն տեսնական ավելացնելու։ Մենք պարոն Պապյան նախընտրական ծրագրում ջերմոցների հետ կապված ինչքան ունենք տար։ 10 հեկտար։ Արել ենք, 85 ենք արել։ Հիմա նորի մեջ ինչքան ենք գրում։ Գրել ենք, բայց քիչ թիվ ենք գրել, հետո հասկացել ենք, գրել ենք համենը 150, բայց հաստատ շատ ավելի շատ։ Այդ մինիմումն է, շատ կլինի, շատ կանի։ Եվ այս ընթացքում շատ ակտիվ աշխատել ենք պետական մարմինների հետ, այ օգտվելով արդյոք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի հետ, լսել են մեր հոգսն ու կիսել էկոնոմիկայի նախարարության հետ, ներդրումների աջակցման կենտրոնն շատ ընթացքում օգտել հարաբերվելուց եւ նախագիծը ընդհանուր իրագործվել է Արչին բանկի միջոցով, որտեղ նաեւ ֆրանսիական համատեղ ձեռնարկություն է, մենք ունենք Ֆրանսիայից խոշոր միջազգային կապիտալի ներկայություն։ Լավագույն պայմաններ Արչին բանկը առաջարկեց եւ ամբողջ ծրագիրը ֆինանսավորել են։ Սա է բան վարչապետը ինչ որ կարող ենք ներկայացնել եւ այո, զարգացման հեռանկար ունենք, որը փորձենք իրականացնել։ Ակնհայտ է, որ պետք է Գեղարքոնիքի մարզում ես հենց այդ նկատի ունեմ, էլի, ասենք, լավ, ինչքան ժողովրդին ասում եմ, որ պետք է փոխել ոնց ենք ասում տերմինը ցածրարժեք մշակաբույսերը փոխարինենք բարձրարժեք մշակաբույսերով, այդ թվում էս ճանապարհ, դե չեմ ասում, որ մենակ ջերմոցով, բայց ջերմոցը մանավանդ Գեղարքոնիքի մարզը
ջերմոցի համար ինչքան հասկանում եմ էֆեկտիվ է, որովհետև զգում եմ, որ Կոտայք, Գեղարքունի եւ այլն այդ ուղղությամբ են գալիս։ Նախկինում այս տարածքում սորեն անգամ եթե աճել է մի 15-20 սանտիմետր։ Բայց եմ ասում։ Այս տարածքը հանդամաս ա եղել, իսկ այս պայն տեսեք ինչ է գեներացնում հազարավոր տոննայով բարձրորակ բերտի միջազգային ստանդարտներին համապատասխան։ Շատ լավ, շատ լավ։ Դες մեր վերջին կետն էր, չէ՞։ Գեղարքունիքի մարզի մեր այցը այսպեսին էր եւ ավարտվեց։ Շատ լավ հարգելի գործընկերներ։